Ես աժնիստերին չեմ հետևում, բայց YouTube-ը բերեց են Բոզի տղուն, որ առաջքի դեմքի հարգում էի, Էդգար Ղազարյանի բանը ելույթ էր ունենում ամբիոնից, Ռուբեն Ռուբենյանի էլ ինչ են ամենա նուրբ սապոնով որ էր մտնում, էլ քու հերը սենց իմ հերը քու հոր արևով էր երդվում, ես իմ ինչ կապիկություններ, արա Ռուբեն Ռուբենյանը ամենավերջի ստոր Բոզի տղեկից մեկն է, ոնց կարող է իր հերը լավ մարդ լինի, նույնն էլ են մի հատ Եղոյան եսիմ ինչ կա, տենց սովրանք ես Ղախվեկի անունները, ոնց կարող է դրանց հերը լավ մարդ լինի, եթե ձևի սերունդա դասիրակ է, ուրեմն ծպտիա Բոզի տղա է, Ռուբեն Ռուբենյանը Բոզի տղա է, իր հերն էլ իր նման, չի կարա լավ մարդուց այդ գյադեն ծնվի, դրել է գովմա, որ էտը ստորը լակոտ է, որ ասել ես իմ հորից չեմ կամ իմ հերը մեր հարևան Բորիս Դյադյանն է, ինչ էր անելու, լավ ծպնես դեմքիդ այդքան որ մտնելուց հետո, որ ասեց բախտդ բերել է, շուտ ձեռը շես ընկե, իմ կարգավիճակով չեմ կարա լավ վտամ ձեռդ, եկա էշես, արա, քու երեխու թայները տենց լծեց վրա տարա, դու չէիր էտում, ասում էր, հեսա են վաղտ, որ հլը պատգամա որ չէիր, ասում էր մանդատները վերստում եք դուք ինչ կարաք ընդեղ անեք, հիմի հենց դու դարար պատգամավոր, ասում ես չէ, պետք է վեկալենք, պետք է գիտես, դու չէիր ասում դրեք իմպիչմենտ որ անենք, դրեք պատգամաները, այ Բոզի տղա, գնացես որ ես մտում, այն Նարեկը լավ է, մի հատ Տարոն Չախոյանին հակազդեց, ատվետ տվեց, այն երևի հոպարի ներկպե դրա համար վախեցավ կաթից կաղակ կդրվի, արա, այդ ձեզ որ ուտենց վախացրել են, որ ձեզ հեսացեցելու են էսեն, ջոկում եք այդ վախացնողը Սերժիկի հետ ինչ-որ ասոցացիա, միշտ որ նայում ես այդ վախացնողները Սերժիկի հետ ինչ-որ կապ ունեն, դրանք այդքան վախն, հա գիժ են, բույնի գիժ են Նիկոլը, բայց դաժե Նիկոլը իրա թույլ տեղեր ունի, իրա վախեր ունի, իրա կաշվի համար շամպես վախում, Աննա Հակոբյանից է շամպես վախ, տեսեք դաժե Ծառուկյանն ասեց արի տանեմ Արյուծից մոտ Լևի, Արյուծին սատկասնը տվեց, Լևին սատկասնը տվեց, որ Աննա Հակոբյանը չկասկածի, որ ինքը Լևի է գնացել, Տարոն Չախոյանը էժան դիշովկա Բոզի տղա է, վիրավորում է ձեզ, այն օրն եք ընկե, որ դաժե Չախոյան Տարոնն է թռնում դեմքներիդ, բռնեք, հեռախոսները թողեք դաչայում սեղանի խորովածի շուրջ, մինչև մեկը խորոված կանի ու ձեր զանգերին կպատասխանեք, ասի զբաղված է, մի հատ երկու հատ ավտո փոխելով գնացեք դրանց պատյեզների մոտ, բռնեք լավները ընենց տվեք ձեռները 3-4 հոգով, առանց հեռախոս որ գյոլակացիա բան չլինի, լավները ընենց տվեք ձեռները, որ բերանները, օրինակ Տարոն Չախոյանը որ սատկել ոչինչ, հələ լավություն արած կնեք, պրոստը դուք չբռնվեք, կամ գոնե բերանները բամբակով ջուր կատստեն, դրանից հետո տենանք ում դուխը կհերիքի թռնի ձեր դեմքին, չեն տփելու ձեզ, յարա տենց մի վախեցեք, մաքսիմումը եթե կռիվնի մի հատ խփելու են, սաղ աշխարհը նայում է, այն դրսում ընդդիմություն կա, կթռնեն այդ ուրսուլաների դեմքին, ձեր նման սուտի ընդդիմություն չեն Սերժիկի, դուք Նիկոլն էլ է Սերժիկի դրածը, դուք էլ եք Սերժիկի դրածը, դրա համար էլ Սերժիկը չի ուզում Նիկոլը որ բան լինի, եթե Նիկոլը էդ է, կպարզվի, Նիկոլից հետո վարկյանական պարզվելու է, ոնց է Նիկոլը եկա, չէ, Սերժիկն է բերե, կա մի հատ խելամիտ մարդ, որ մի տոկոսանոց կասկած ունի, որ Սերժիկն է բերե, բայց Սերժիկը խիպտ ուզի, որ Նիկոլը չլինի, գնացել են Ադրբեջանից էր, Իսրայելից էր գեներալ էին բերել, որ մեր անվտանգությունը բան, մտածում ասում ես մարդը խփնված է երևի, բայց ոնց կարող ասեմ խփնված մարդը, կիսախելագարը կամ անուղեղ մարդը այսքան հարուստ լինի, որ Ադրբեջանի, Իսրայել, երկուսն մեր թշնամին են էլի, թուրքն էլ, ադրբեջանցիներն էլ, իսրայելցիներն էլ գլուխ են գովում, ասում են առաջինը մենք ենք ամենաշատ վնասը տվել հայերին, հիմա իրան գնացել են դες գեներալ են բերել, որ մեր անվտանգությունը պաշտպաներ, ասեմ չի կարա հիմար մարդը այդքան հարուստ լինի, բայց Ծառուկյանը, Արզականցյան Տիգրանը գալիս են աչքիս առաջ, հետո սվիճում են, ասում են կարա, դա հարստության համար բախտ է պետք է, այդքան պետք չի ոնց հասկանում, հայաստանցի հարուստ է, ոչ թե, ասենք մասկերի մասին է խոսքը, այդ որ ձեզ վախացնում են, այդեն չեն տպելու, ձեզ տղամարդը վարի պայ, կարա Էդգար Ղազարյան, այ Բոզի տղա, զիմլյակներից որ ասում են դու Բոզի տղա ես, ասում չէ հայրն ասել է, ճիշտ էին ասում,
ասում էր այդ եմ ճղեմ, հեսա բմբուլները քամին, գել է խնդրում էր ասում էր բան մի արեք կառուցողական անենք, ոնց կարող է երկիրը Թուրքին ծախած մարդու հետ կառուցողական մարդն, այդ ոնց է, ինչ է, մոռացաք, հա, Արցախի դրոշները չեք դնում, որտեվ Նիկոլը չի թողում, Նիկոլը չթողեց հելնենք ամսի 8-ին փողոց չհելակ, Նիկոլը չթողեց այդ դրոշները դնեք չեք դնում, արա մի քիչ տղամարդ եք, արա ձեզի դրա համար չեն մանդատ տվեք քաղաքական դիակներ, ձեզ մանդատ են տվել, որտեվ գլուխ է գովում, հեսա էթալու ենք բմբլահան անենք, գնացիք բմբլահան փետրած հավի նման նստել եք ընդեղ, մի վախեցեք, արա ձեզ չեն ծեծել, իրանք տենց դուխով չեն, կծեծեն մի հատ, այսքան ծեծելնելու մի հատ խփել, 65 հոգի ընդեղ եք ու վախում եք ձեզ ծեծեն այդքանով արա, այ քեզի բան, կխփեն մի հատ, շուխուր կանեք, իրիկունը մյուս օրը դալանում բռնեք, լավները նես տվեք ձեռները, տեսեք դրանից տովում ում դուխը կհերիքի մի հատ ձեզի բան անի, չեմ ջոկում, դուք մանկություն չեք ունեցել, դուք կռիվ չեք արել, ինչից եք վախում արա, որ ես ինչ քաքի մեջ ենք ես